Բարև ձեզ, մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքները կգնահատվեն անապահովության նոր համակարգով։ Ինչ ծառայություններ է առաջարկվելու ընտանիքներին և ինչպես է իրականացվելու գնահատումը կքննարկենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, որպեսզի ավելի պարզ լինի քաղաքացիների համար, նախ սկսենք նրանից, թե այս պահին ինչ համակարգ է գործում, ինչպես էին գնահատվում ընտանիքները անապահով և ինչ ենք առաջարկում նոր համակարգով։ Այս պահին գործող համակարգը դա անուղղակի մեթոդով հաշվարկվող բանաձևի միջոցով ընտանիքների անապահովության գնահատումն է։ Այս պահին գործող համակարգով կան 12-13 բնութագրիչներ, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց թվային արժեքը, եւ այդ թվային արժեքների բազմապատկման միջոցով ստացվում է թիվ, որը յուրաքանչյուր տարի կառավարությունը սահմանում է որպես սահմանային շեմ, եւ վերջին տարիների ընթացքում այդ սահմանային շեմը 28 միավորներ, ընտանիքները, ովքեր այդ բանաձևի կիրառման արդյունքում ձեռք էին բերում 28 միավորից բարձր անապահովության միավոր, ստանում էին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, օգտվում էին այլ արտոնություններից։ Սա անապահովության գնահատման անուղղակի մեթոդն էր, որը գործում է 99 թվականից առ այսօր։ Այսինքն, եթե հիմնվենք ներկայացված օրինակի վրա, նշանակում է չէր գնահատվում ընտանիքը ըստ կարիքի, այսինքն ուղղակի նշվում էր, որ օրինակ ունեն սա, չունեն եւ դրա արդյունքում ձևավորվում էր միավորն ու նշանակվում էր ընտանեկան սոցիալական նպաստը, ճիշտ է։ Այո, գործող համակարգ ուներ մի շարք թերություններ, ես թվարկեմ մի քանիսը, որից ելնելով էր պարզ կլինի պատճառին չենք փոխում, ասեցի 25 տարի գործում է նույն համակարգը, որը անուղղակի մեթոդով, որտեղի բնակիչ ես, որտեղ ես բնակվում, ինչ սոցիալական խմբեր կան, այս թվային արժեքների արտադրյալի միջոցով ստացվում էր անապահովության միավոր։ Գործող համակարգում, օրինակ, չի հաշվարկվում ընտանիքի ունեցած ունեցվածքը, բերեմ վառ օրինակ, եթե ընտանիքը ուներ, ենթադրենք 4-5 բնակարան, սա ընդհանրապես կապ չուներ։ Կարող էր ընտանիքը ճանաչվել անապահով։ Այո, կարող է ճանաչվել անապահով։ Բազմաթիվ փաստաթղթեր են բերում գործող համակարգով, մեր նպաստառու ընտանիքները կամ անապահով ընտանիքները, ինչը այս պայմաններում մի քիչ անթույլատրելի է, քանի որ կան արդեն բազմաթիվ տեղեկատվական շտեմարաններ, արկատվյալներ, որոնց պարագայում անհրաժեշտություն չկա քաղաքացիներին ծանրաբեռնելու լրացուցիչ փաստաթղթեր բերելու հանգամանքով։ Մյուս պատճառը գործող անապահովության համակարգի պայմաններում ուրեմն ընտանիքներին դրա թիրախն էր շատ մեծ վերծված աղքատություն կամ անապահով ընտանիքներ, խոսքը 23.7% աղքատ բնակության մասին էր, ինչը գործող համակարգը չէր փակում։ Սա մեկ։ Երկրորդը, տրվող աջակցությունը այն չափով չէր, որ բավարար ընտանիքին դուրս գալու աղքատության շեմից կամ ծայրահեղ աղքատության շեմից։ Երրորդ, ընտանեկան նպաստ կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները միաժամանակ օգտվում էին համ նպաստից, համ տարբեր արտոնություններից, հատկապես առողջապահական կրթական ոլորտում գործող արտոնություններից։ Հիմնական պատճառները սրանք էին։ Դրա համար կառավարության ծրագրին համապատասխան որոշվել է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որը օգտագործելու է թվային տվյալների առկայությունը, հնարավորինս բացառվելու են այն տեղեկանքների տրամադրումը, որոնք կան համապատասխան տեղեկատվական շտեմարաններում եւ գործելու է 4 անապահովության շեմ, ծայրահեղ անապահովներ, չափավոր անապահովներ, միջին անապահովներ եւ անապահովներ։ Շատ լավ, պարոն Հարությունյան, հետ գնալով դուք թվարկեցիք բոլոր այն բացերը, որը գործող համակարգը ունի, հասցեական չէր, արդյունավետ չէր, թղթատար էր, ժամանակատար էր ու չէր օգնում, այսինքն նպատակին չէր ծառայում։ Համակարգի շրջանակում տալիս էինք աջակցություն շատերին, բայց որևէ կերպ աղքատության շեմի վրա, այսինքն նրանք այդպես էլ մնում էին աղքատ, ուղղակի տրամադրվում էր սոցիալական երաշխիքները իրենց։ Եթե, հասցեականություն, արդյունավետություն եւ սուբյեկտիվիզմի հնարավորինս բացառում։ Սրանք հիմնական բաներն են, որի պատճառով անապահովության գնահատման այս գործող համակարգը վերանայվում է։ Հասցեականության մասին ասեցի, մոտավորապես 45%-ը գործող համակարգի հաշվարկվել է, որ նպաստառուների 45%-ը գրեթե ոչ աղքատ ընտանիքներ էին։ Մյուս ընտանիքները, ովքեր ստանում էին, դա գումարը տրամադրվող ընդհանրապես կապ չուներ որևէ շեմի հետ, դրանք պայմանական գումարներ էին, որոնց արդյունքում ընտանիքների նպաստացող ընտանիքների մի մասը, գերակշիռ մասը դուրս չէր գալիս
այդ շեմից, անապահովության կամ ծայրահեղ անապահովության շեմից, այսինքն պետությունը գումարները հատկացներ, որի արդյունքում խնդիրը չէր լուծվում։ Պարոն Հարությունյան, խոսենք այժմ արտոնություններից ու բոլոր այն ծառայություններից, որոնք տրամադրվելու են ընտանիքներին, բայց հետ գնալով, թե ինչպես է ընտանիքը ճանաչվում անապահով։ Նշեցիք, որ բանաձևը անուղղակի կերպով է հաշվել, թե արդյոք ընտանիքը, այսինքն նրան համարել անապահով կամ ոչ անապահով։ Կխնդրեմ նշեք նաև նոր բանաձևն ինչպես է աշխատելու, հետո նոր անդրադառնանք արդեն աջակցություններին։ Ուրեմն նոր բանաձևը աշխատելու հետևյալ սկզբունքով ընտանիքները դիմելու են օգտարաշիվ բացելու միջոցով եւ ընտանիքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, գրեթե ամբողջ տեղեկատվությունը ստացվել է ինքնաշխատ այլ տեղեկատվական բազաներից, որտեղ հաշվի են առնվելու ընտանիքի ունեցած բոլոր տեսակի ամսական բարբերականությամբ ստացվող եկամուտները, ինչպես նաև նպաստի իրավունքի որոշման համար հաշվի են առնվելու նաև ունեցվածքը ընտանիքի։ Ստացված եկամուտների արդյունքում ընտանիքները տեղավորվելու են 4 շեմերի մեջ, կախված նրանից, թե ընտանիքը ինչքան եկամուտ ունի եւ դա արդյոք բավարարում է ապահովել ընտանիքին 4 շեմերից մեկը՝ ծայրահեղ անապահովության շեմը, չափավոր անապահովության, միջին անապահովության կամ անապահովության շեմը։ Ելնելով ընտանիքների այս եկամուտներից, ունեցվածքներից, այս ընտանիքները, ովքեր դիմելու են, տեղավորվելու են որևէ այս 4 խմբերի մեջ։ Եվ ելնելով նրանից, թե ընտանիքները այս որ խմբում են ընդգրկված, համապատասխան ծառայություններից եւ արտոնություններից կարող են օգտվել։ Շատ լավ, խոսեցիք միասնական սոցիալական հարթակի մասին, ինչի մասին որ խոսվում է այս համատեքստում անապահովության գնահատման նոր համակարգի։ Քանի որ նշում եք, որ այս պահին գործող համակարգում կան շատ ընտանիքներ, ովքեր որ չմանրամասնելով տարբեր եղանակներով կարողացել են հայտնվել համակարգում ու համարվում են այսպես կոչված համակարգի երկարակյացներից, ովքեր որ ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում են, բայց իրականում իրական շահառու չեն։ Արդյոք նոր բանաձևը հնարավորություն է տալու թափանցիկ կերպով արտացոլել ընտանիքի բոլոր հնարավորությունները, կարողությունը, ունեցվածքը, չգիտեմ, այնտեղ տարբեր ֆակտորներ նշեցիք։ Արդյոք այդ կապերը բոլոր համակարգերի մեջ թափանցիկ կերպով արտացոլվելու է ու քաղաքացին չկարողանա որևէ կերպ կեղծել օրինակ որևէ տվյալու համակարգում հայտնվել։ Նախ ասեմ, անապահովության գնահատման նոր համակարգի պայմաններում ընտանիքը ներկայացնելու է իր տվյալները, այսպես ասեմ, որի համար նաև հավաստիացնելու է տալու է իր ստորագրությունները, որովհետեւ մենք կարողանանք համապատասխան տեղեկատվական շտեմարաններից ստանանք։ Այսինքն սա քաղաքացին չի ներկայացնելու տեղեկատվություն իր եկամուտների եւ այլնի վերաբերյալ, այլ ստանալու է պետությունը գործող տեղեկատվական շտեմարանների միջոցով։ Ավտոմատ գեներացվելու է։ Ինքնաշխատ եղանակով այո գեներացվելու է, այսինքն սա այն ունենք այն տվյալը, ինչ որ ստացել ենք, սա գրեթե զորացնում է սուբյեկտիվիզմը։ Երկրորդ բանը, կարևոր գործիքներից մեկը դա տնայցն է կամ կեցության պայմանների ուսումնասիրությունը, որը նույնպես թվային գործիքի միջոցով է կատարվելու հստակ իր գործողություններով, որը նույնպես գրեթե բացառելու է սուբյեկտիվ որոշման կայացումը կամ տվյալների կեղծումը կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելը։ Երբ քաղաքացին արդեն ներկայացրեց իր տվյալները եւ ճանաչվեց անապահով, նախկինում ստանում էին ընտանեկան ու սոցիալական նպաստ, այժմ ստանալու են անապահովության նպաստ։ Ինչով է տարբերվում մեկը մյուսից ու արդյոք չափերի վերանայում էլ իրականացվելու է, որտեղ ինչպես դուք նշեցիք, նախկինում տրամադրվում էր շատերին, բայց ոչ արդյունավետ։ Անապահովության նպաստի չափերը նույնպես վերանայվելու են, նախ ասեմ, գործող համակարգի պայմաններում դրանք կոնկրետ թվեր են եւ որևէ կապ չունեն ընտանիքի ունեցած եկամուտների հետ, որ ինչպես ասացի, համադրելի չէ զամբյուղների սահմանված զամբյուղների հետ։ Հիմա անապահովության նպաստի չափը ուղիղ կապ է ունենալու այն հանգամանքի հետ, թե որքան գումար չի բավարարում այս կամ այն շեմը հաղթահարելու համար։ Կոնկրետ անապահովության նպաստ ստանալու են այն ընտանիքները, որոնց եկամուտները մեկ չափասին հավասարեցված անդամի հաշվով չի գերազանցելու 24 թվականի 3-րդ եռամսյակի սահմանված բարենային զամբյուղը, դա 34581 դրամն է։ Որքան չափով չի բավարարում այդ շեմը հաղթահարելու համար, դա էլ կլինի նպաստի չափը ընտանիքի համար։ Միջին տվյալներով ասեմ, շուրջ 10000 դրամով միջին նպաստի չափը ավելանալու է։ Այսինքն հատկացնելու ենք բավարար չափի գումար աղքատության շեմը հաղթահարելու կամ ասեմ նաև որոշակի դեպքերում նաև ստորին գիծը կամ չափավոր աղքատության շեմը հաղթահարելու համար։ Նոր համակարգով կան խոցելիության չափանիշներ, որը կոչվում է խնամառու ընտանիքներ, խնամառության ավելի խոցելի խնամառու ընտանիքները կստանան նաև հավելում, որը իր չափով բավարար է նաև չափավոր աղքատությունը հաղթահարելու համար։
խնամառու ընտանիքները, որպեսզի ավելի բացեն դրանք ովքեր են, մինչև 18 տարեկան երեխաները, առաջին երկրորդ խմբի հաշմանդամներ եւ 75 տարեկանից բարձր անդամներ ունեցող ընտանիքները։ Որքան շատ են այսպիսի անդամները, նրանք հնարավորություն ունեն ստանալ նաեւ հավելում, որի արդյունքում կհաղթահարեն նաեւ չափավոր աղքատության շեմը։ Եթե ամփոփենք, ստացվում է, որ նոր համակարգով ընտանիքների նպաստի միջին չափը կբարձրանա շուրջ 10,000 դրամով, եթե օգտագործեն կարող են օգտագործել անկանխիկ, ճիշտ եմ, ստանալ հետվճար եւս 5,500 դրամ եւս կավելանա ու այն ընտանիքները, որոնց կազմում կան երեխաներ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ կենսաթոշակառուներ, կստանան բացի նպաստից նաեւ այլ արտոնություններ։ Այո, կստանան կախված խնամառության խմբից, այո, 6 խումբ ունենք, վերևի 3 խումբը ամենախոցելիներն են, կստանան նաեւ հավելում։ Բացի դրանից նաև այն ընտանիքները, ովքեր չեն հաղթահարում չափավոր աղքատության շեմը, կօգտվեն նաև այլ արտոնություններից, կրթական, առողջապահական, կոմունալ եւ այլ արտոնություններից։ Աշխատանքը խրախուսելու գործոնները, որը առկա են նոր համակարգում, հետեւյալն են, որ եթե ընտանիքը կամ չափահաս աշխատունակ անդամը կընդգրկվի զբաղվածության ծրագրերում, վերագրումների ավելացումներ չեն կատարվելու։ Զբաղվածության ծրագրերում ընդգրկված ստացած եկամուտները կամ ձեռք բերված գործիքները չեն դիտարկվելու որպես եկամուտ ընտանիքի համար։ Շատ կարևոր հանգամանք աշխատանքի անցնելու դեպքում ստացած եկամուտը 1 տարի ժամկետով չի դիտարկվելու որպես եկամուտ։ Սա խրախուսելու է այդ ընտանիքի այդ անդամներին անցնել աշխատանքի կամ նույնիսկ եթե աշխատում են ոչ ֆորմալ կամ ստվերային համակարգում վերադառնալ օրինական դաշտ։ Շատ լավ, պարոն Հարությունյան, դուք նկարագրեցիք շղթան, ես նորից հետ գնալով, երբ որ քաղաքացին դիմում է կամ ընտանիքը դիմում է անապահովության գնահատման համար, պետությունը սա դիտարկում է նաև հայտ, որ ընտանիքը փնտրում է աշխատանք։ Առանձին դիմումը պետք է ներկայացվի ի որ քարտակում։ Եվ դա պարտադիր պայման է։ Սա պարտադիր պայման է ընտանիքի, նույնպես նորից ասեմ, աշխատունակ չաշխատող անդամը պարտավոր է ներկայացնել նաև մյուս դիմումը ի որ քարտակում շատ հեշտ ներկայացվող դիմումը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե դա չի կատարվում, անապահովության գնահատումը կամ նպաստի նշանակումը անմիջապես մերժվում է։ Ինչի մասին քաղաքացին օգտաշվով կստանա համապատասխան կարգադրություն եւ ծանոթություններ։ Շատ լավ, շղթան ամբողջացնելու համար քաղաքացին դիմում է անապահովության նպաստի նշանակման համար, միաժամանակ ներկայացնում է նաև հայտ աշխատանք փնտրելու մասին, պետությունը աջակցում է նրան աշխատանք գտնելու հարցում, բայց միաժամանակ աշխատանքը գտնելուց հետո 1 տարի շարունակել ընտանիքին անապահովության նպաստ է նշանակում։ Այո, միանշանակ այդպես է, ճիշտ է։ Աշխատանք գտնելու, ակտիվանալու, հմտություններ զարգացնելու, զբաղվածության գործիքակազմով զբաղվածությունն ապահովելու, այդ ընթացքում եկամուտների վերագրումը չբարձրացնելու եւ ինչպես շեշտեցիք, կոնկրետ արդեն աշխատանքի տեղավորվելու դեպքում 1 տարի ժամկետով սա լուրջ խթան է օրինական դաշտ վերադառնալու կամ աշխատելու համար։ Շատ լավ, պարոն Հարությունյան, մենք ներկայացրինք ընդհանուր շղթան, կխնդրեմ նշեք նոր համակարգը երբանից հիշեցնեք, որտեղ արդեն իսկ խոսել ենք այդ մասին, երբանից որտեղ է գործելու եւ երբ է սա տարածվելու ամբողջ հանրապետության վրա։ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում արդեն մարտի 17-ից այս տարվա դիմում ներկայացնող այս համակարգում գնահատվելու համար, անապահովության գնահատման համար ամսի 17-ից սկսած արդեն Կոտայքի եւ Սյունիքի մարզերում գործելու է նոր համակարգը։ Նախկին համակարգում պայմաններում արդեն ապրիլի 1-ի դրությամբ կամ մարտ ամսվա դրությամբ գործող ցուցակները փակվելու են, ընտանիքները մոտենալու են տարածքային կենտրոնները նոր համակարգով հաշվառվելու համար իրենց փաստագրման ժամկետներին համապատասխան այդ ամիսներին։ Այսինքն, եթե ընտանիքը յուրաքանչյուր տարի ընդհանրեն գալիս էր հուլիս ամսին, ինքը անհրաժեշտություն չունի մարտի 17-ից դիմել տարածքային կենտրոն նոր համակարգով դիմում ներկայացնելու համար, կարող է մինչև այդ ամիսը ներառյալ գործող համակարգի պայմաններում հաշվարկված նպաստի չափով շարունակել ստանալ նպաստ մինչև այդ ամսը թվի անապահովության գնահատման համակարգում։ Այսինքն ոչ թե մարտի 17-ից բոլոր անապահով ընտանիքները, ովքեր որ ստանում էին ընտանեկան սոցիալական նպաստ, պիտի գնան Սյունիքի ու Կոտայքի միասնական սոցիալական ծառայություններ, այլ պիտի մոտենան նրանք, ում ժամկետը մարտի 17-ից հետո, այսպես ասած, լրանում է եւ նորից պիտի ներկայանա փաստագրման։ Այո, այն ընտանիքները, ովքեր ընդհանրենք կոնկրետ օրինակով 24 թվականի ապրիլ ամսին է ներկայացրել փաստաթղթերը անապահովության գնահատման համակարգում, այս ընտանիքները կարող են դիմել ապրիլ ամսվա ընթացքում եւ համապատասխան ամիսներին, այսինքն սա նույնպես փուլային տարբերակով է արվում,
Իսկ ամբողջ հանրապետությունում սա կիրառվել է 26 թվականի հունվարի 1-ից։ Այդ ընթացքում այս փորձնական ծրագրի իրականացման արդյունքում ի հայտ եկած խնդրահարույց դեպքերը արդեն տարեվերջ կվերանայենք, հունվարի 1-ից ամբողջ հանրապետությունում արդեն վերանայված, ըստ անհրաժեշտության վերանայված համակարգ ունենալու համար։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, իսկ մենք այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, կհանդիպենք հաջողություն։